Բարի լույս սիրելիներ, այսօրվա ընթերցումը Արագած գրքից ներողություն ձեզ բոլորի ծանոթ հատվածն է մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից թարգմանված առաջին նախադասությունը։ Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա։ Ճանաչել իմաստությունն ու խրատը։ Արդյոք մենք որպես քրիստոնյաներ ճանաչում ենք Տիրոջ իմաստությունը։ Այստեղ խոսքը Տիրոջ իմաստության մասին է։ Այդ իմաստությունը մարմնավորվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսով, սիրելիներ։ Մենք ճանաչում ենք Տիրոջը որպես իմաստության աղբյուր, որպես բովանդակ աստվածային իմաստություն։ Սա կարևոր պայման է մեզ քրիստոնյաներիս համար եւ խրատը, սիրելիներ, որովհետեւ Աստծո խրատը չափազանց կարևոր է մեր կյանքի մեջ։ Ինչպես մեկ ուրիշ տեղ պիտի ասեր, ում սիրում է նրան խրատում է։ Այդ խրատը դաստիարակիչ խրատ է, այդ խրատը հասունացնող, մեծացնող խրատ է, հայրական խրատ է։ Մենք արդյոք ճանաչում ենք այդ իմաստությունն ու խրատը։ Եվ հանճարի խոսքերը իմանալ նշանակում է այդ խոսքերը մարսել, սեփական դարձնել։ Այն հանճարի, որ սկիզբ ու վերջ ունի, այդ խոսքը Տիրոջ սուրբ խոսքն է, սիրելիներս։ Այսօրվա հոգևոր նախաճաշը այս մաղթանքը ունի իր մեջ. իմաստությամբ լցվենք։ Բավական է, որքան մարմնական իրողությունների մասին մտածենք։ 8-րդ օրն է արդեն, սիրելիներ, մեծ պահոց, դեռ մարդիկ կան, դեռ քննարկում են, ուտեն, չուտեն, ինչպես ուտեն, շիտակ ուտեն, քիչ ուտեն, այսօր ավել ուտեն, վաղը պակաս ուտեն։ Բավական է, սիրելիներ, անցեք առաջ։ Ձեր կերակրային գրաֆիկն էլ ճիշտ կազմակերպելով, ձեր ուշքը եւ միտքը հրեք Տիրոջ իմաստության եւ նրա խրատի վրա, որովհետեւ այդտեղ է թաքնված մեր ուժը։ Եվ իզուր չէր, որ մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցը այս նախադասությունով պիտի սկսեր Աստվածաշունչ Մատյանի թարգմանությունը, որովհետեւ սա սկիզբն է Տիրոջը ճանաչելու։ Ուրեմն ճանաչենք Տիրոջը իմաստությամբ, իր խրատով եւ իր խոսքով։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։